18 հոգու մահվան մեջ մեղադրվող Հրաչյա Հարությունյանին փաստաբաններ տրամադրել է Ռուսաստանի հայերի միությունը, այս մասին Ամեկ+-ին տեղեկացրեց Համաշխարհային հայերի կոնգրեսի փոխնախագահը։ Իրավաբանական ծառայություն կա Ռուսաստանի հայերի միությունում, դա հենց միանգամից սկսել է զբաղվել։ Արամ Սարգսյանը զարմացած է, ինչու է բոլորին հետաքրքրում, թե Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի համար ինչ է արել Ռուսաստանի հայերի միության նախագահը, իսկ նրա համար ինչ են արել Հայաստանի իշխանությունները եւ Սերժ Սարգսյանն անձամբ։ Ոչ թե Արա Աբրամյանը պետք է հայտարարեր, որ ինքը օգնելու է այդ վնաս կրած եւ զոհված ընտանիքներին, այլ Հայաստանի Հանրապետությունը դրա մասին խոսեր։ Պարոն Սարգսյանը ռուսական պետական հեռուստաընկերության լրագրողի արտահայտությունները որակում է մի հիմար լրագրողի արտահայտություն։ Հարյուրավոր փաստեր կարելի է բերել, թե մեր լրագրողները ինչեր են ասում Ռուսաստանի վերաբերյալ։ Քանի անգամ եք լսել, որ Ռուսաստանը հարձակվի մեր այդ լրագրողների մասին, ասի, որ այ տեսեք տենց բաներ եք գրում, մենք Հայաստանի հետ մեր հարաբերությունները փչացնում ենք։ Քաղաքական գործիչն ընդունում է, տհաճ բան է տեղի ունեցել, հայ մարդը դարձել է 18 հոգու մահվան պատճառ, բայց ինչու են այստեղ իրար խառնվել, 3500 հոգի է նստած ամերիկյան բանտերում, ինչու նրանց արտահանձնում այստեղ ոչ ոք չի պահանջում։ Էդ ինչ պատահեց, հանգարց հենց միանգամից հենց կազմակերպված դուրս եկան, հա, տհաճ բան է եղել, բայց մենք ենք չէ մեղավոր։ Եվ այս ամենից հետևում երևում է, չէ, կազմակերպված այս գործը։ Հայ ամբաստանյալին կանացի խալաթ հագցնելու մեջ Դեմկուսի նախագահը քաղաքական ակնարկ չի տեսնում, ռուսներն ըստ նրա դրա մեջ ոչ մի վերաբերմունք չեն դրել։ Այդ ժողովուրդը, որը այնտեղ տեսել է իր աչքի առաջ 18 զոհ, ինչ վերաբերմունք պիտի ցուցաբերեր, հա, ինչ զսպվածություն պիտի ցուցաբերեր, ինչքան։ Վերջ-վերջով նրանց համար հետաքրքիր չէր, հայեր սա, տաջիկեր, ղրղզեր, վերջ-վերջով հոգնել են այդ ամեն ինչից նաև։ Պարոն Սարգսյանին դուր չի գալիս Հայաստանում ծավալված հակառուսական արշավը, դա մեծ պատիվ չի բերում, ասում է նա։